մենք թուլացրել ենք սահմանադրությունը, մենք թույլ ենք տվել, որ սահմանադրությունը խախտում էր, գրանցի օրենքները չգործեն, այստեղից էլ գնացել են և իշխանությունների այդ ֆալսիֆիկացիաները և նման հայտարարակ ընդրությունները, որոնք մեր մոտ տարի կրկնվում են։ Ինձ թվում է մենք կարող ենք Մենք հիմա ի վիճակի ենք այնպես անեն, որպեսզի մեր սահմանադրությունը սկսի գործել։ Այսինքն, եթե մենք կանգնենք ասենք, որ սահմանադրությամբ ինչու է Հայաստանը կարողացել իր սուվերենության մի մասը փոխանցել Ռուսաստանին։ Մենք անդադ ասում ենք, ու շատ հանգիստ ասում ենք, փոխանցել են այս, փոխանցել են այն, որովհետև իշխանությունը չի ենթարկվել սահմանադրությանը, այսինքն խախտել սահմանադրությունը, չէ՞։ Հիմա եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, մենք պետք է առաջին իսկ հերթին սկսենք աշխատել այդ ուղղությամբ, որ սահմանադրությունը դա մեր երկրի օրենքը, որի առջև պատասխանատու և սկսենք պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր որ վերացել են, ովքեր որ թույլ են տվել, որ խարխլվի այս սահմանադրությունը։ Հիմա այս պատերազմից, ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի հեշտ է դա անել։ Ինձ թվում է շատ ավելի հեշտ է հիմա իշխանություններին պարտադրել, որ իրանք սկսեն սահմանադրությունը պաշտպանել և ինձ թվում է ինչ-որ մի բանի կգան։ Իսկ ինչ վերաբերվում է, որ պետք է դուրս գանք, անդադ խոսվում է, որ մինչև Արցախի բանակցությունների մասնակցությունը չի կարող Արցախի հարցը լուծվել։ Հիմա եկեք մենք հասկանանք, Սերժ Սարգսյանը իրավունք ունի, այսինքն Սերժ Սարգսյանը հիմա այն իներցիայով, որով որ հանձնում էր Հայաստանի ինքնիշխանության ատրիբուտները, հիմա եկել է հասել Ղարաբաղի փողերին, այսինքն ինքը համարում է, որ Ղարաբաղն է Հայաստանի մասն է, այսինքն կարելի է հիմա այդ փողերից հանձնել և այլն, հիմա ինչ ենք մենք ասում, մենք ասում ենք, որ Արցախը առանձին պետություն չի, իսկ Հայաստանն էլ հիմա պատրաստ է հանձնել, հիմա ո՞րն է ելքը, ինչ ենք մենք անում, հիմա մենք պարտադրում ենք, որ Արցախի իշխանությունները չենթարկվեն Սերժ Սարգսյանի կամքին և կանգնեն ու ասեն սա մեր պետությունն է, սա մեր սահմաններն են, մենք չենք տալիս և մենք դեռ մի բան էլ պարտադրում ենք, որ Ադրբեջանը վերցրածը հետ բերի ու բանակցային գործընթացում էլ մտցնում ենք Շահումյանի ու Գետաշենի հարցը։ Կարող ենք մենք սա անել։ Հիմա եթե մենք սա անում ենք, ինչ արձագանք է լինում։ Հասկանում եք, այս սա է այն հարցերը, այն կրայոյի բուրն է կանում, որ մենք գալիս ու անընդհատ կանգնում ենք։ Ինչ ենք հիմա մենք ուզում։ Մենք հիմա Հայաստանի մասն ենք, որը հանձնում է Հայաստանի իշխանությունը, թե առանձին պետություն է, որը կարող է այսօր կանգնել, պահել իր ինքնիշխանությունը և դեռ մի բան է Հայաստանի ինքնիշխանությունը փրկել։ Իսկ ում է սա հարցեր են, որոնք ես չեմ ասում, որ սա այսպես է, սա դոգմա է, սա քննարկման հարցեր են, եկեք ելքը գտնենք, որն է մեր ելքը։ Ինձ թվում է Սերժ Սարգսյանն էլ հենց այդ բանով է սենց գաստալով գնում, որ հա, ես պատրաստ եմ հանձնել, իմանալով, որ Արցախի իշխանությունն ու Արցախի ժողովուրդը չի համաձայնվի այս բանին, որովհետև մենք կանգնած ենք հենց այդ պատերազմի բերանին, մեր որդիներ այնտեղ կանգնած են։ Իմ ինչքան էլ որ Սերժ Սարգսյանը ասի, մենք պետք է կանգնենք ու ասենք, ոչ, իմ որդին այնտեղ է, ես գնում եմ իրան պաշտպանեմ, ես պաշտպանում եմ իր կյանքը, չեմ ուզում իր մարմինը նորից խաղալիք դառնա, հասկանում եք, այս սա։ Մի կարճ բան ասեմ, էլի, որ ասում եք մեր որդիները, այդ ընդհանուր մեր Ես բոլորի որդիների մասին եմ խոսում, ես ասեմ պատրաստական եմ, բայց ընդեղ չներ, բոլորս պետք է պատրաստական չունեն։ Ես հիմա դրա մասին եմ խոսում։ Ես խոսում եմ բոլոր հայր մայրերի անունից, այլ ոչ թե